Selahattin bir şehit babasısın. Կործանված թուրքական ռազմածովային օդանավի անձնակազմի ծնողներին տեղեկացնում են իրենց որդիների ողբերգական մահվան մասին։ Վրաց-ադրբեջանական սահմանից մոտ 5 կիլոմետր հեռու Սիղնախիի լեռնային շրջանում Թուրքիայի պաշտպանության նախարարության կործանված C-130 օդանավում 20 զինծառայող է եղել, բոլորը զոհվել են։ Մեր զինակիցները նահատակվեցին 2025 թվականի նոյեմբերի 11-ին, երբ մեր C-130 ռազմական օդանավը, որը թռել էր Ադրբեջանից Թուրքիա վերադառնալու համար, վթարի ենթարկվեց Վրաստան-Ադրբեջան սահմանի մոտ։ Ադրբեջանական լրատվամիջոցներն ու իշխանամերձ Telegram ալիքները պնդում են, թե Թուրքիայի պաշտպանության նախարարության ինքնաթիռը, որը օդ էր բարձրացել Գանձակի օդակայանից, ոչ մի խնդիր չի ունեցել։ Օդանավակայանում մոտ 2 ժամ սպասարկվել է, անվտանգության բոլոր կանոնները պահպանվել են, սակայն օդանավը ռադարներից անհետացել է, անգամ կործանման ազդանշան չուղարկելով։ Եռակողմ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա հետաքննությունը առաջ է քաշում օդանավի կործանման երկու հիմնական վարկած։ Նախ ինքնաթիռն ավելի քան 50 տարեկան էր, վերջին խոշոր ստուգումը կատարվել էր 2020 թվականին։ Հնարավոր է կոռոզիան է կործանման պատճառը։ Երկրորդ վարկածով օդանավի բեռը պատշաճ չի ամրացվել, դա կարող էր անհավասարակշռություն առաջացնել։ Ամերիկյան արտադրության C-130 օդանավի պայթյունի կամ ահաբեկչության վարկածները սկզբում հերքել էին և Ադրբեջանը և Թուրքիան։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել թռիչքային անվտանգության կանոնների խախտման փաստով, որը անփութությամբ հանգեցրել է մարդկանց մահվան։ Սակայն արդեն այսօր Ադրբեջանում ակնարկում են Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության մասին։ Ադրբեջանցի ռազմական փորձագետ Աբուզեր Աբիլովը սոցցանցերում հարցրել է թռչունների ևս մեկ երամ, հավանաբար նկատի ունենալով Ակտաուի մոտ Ազալ ինքնաթիռի վթարը, որի ժամանակ ռուսական կողմը սկզբում միջադեպը կապել էր թռչունների հարվածի հետ։ Անձամբ ես կարծում եմ, որ դա կամ հրթիռ էր, կամ անօդաչու թռչող սարք, 102-րդ բազան մոտակայքում է։ Օդանավի սև արկղը գտնվել է դեպքի վայրում։ Թուրքիայի իշխանությունները խոստացել են հրապարակել դրա զննության արդյունքները։ Ըստ չվացուցակի C-130-ը Ադրբեջանում վայրեջք է կատարել վթարի օրը։ Ինքնաթիռը տեղափոխում էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի անձնակազմին, որը պատասխանատու էր նոյեմբերի 8-ին Բաքվի շքերթին մասնակցած F-16 կործանիչների սպասարկման և ուղեկցման համար։ Օդանավում նաև ինքնաթիռների մեխանիկական պահեստամասեր են եղել։ Պաշտոնական տվյալներով Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հաշվեկշռում F-16 կործանիչներ չկան։ Ստացվում է, Թուրքիան գաղտնի իր ինքնաթիռների մի մասը փոխանցել է Ադրբեջանին։ Ռազմական փորձագետները չեն բացառում նաև Ադրբեջանում թուրքական ռազմաօդային ուժերի ստորաբաժանման մշտական տեղակայման հնարավորությունը։ Իդեպ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16-ները Գանձակի ավիաբազայում նկատվել են 2020 թվականի պատերազմի սկսվելուց մի քանի ամիս առաջ։ Պաշտոնապես դրանք մասնակցել են նույն թվականի հուլիսին անցկացված ադրբեջանա-թուրքական համատեղ Թուրաց-Քարթալլы 2020 զորավարժություններին։ Սակայն զորավարժությունների ավարտից հետո ինքնաթիռները չեն վերադարձվել իրենց մշտական տեղակայման վայրեր և օգտագործվել են Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտնել է նաև ամերիկացի մի լրագրող։ Նա հրապարակել էր արբանյակային լուսանկարներ, որոնցում երևում էին Գանձակի ավիաբազայում գտնվող 2 F-16 կործանիչներ և 1 ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ Սովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։